Շնորհակալություն, նախ պիտի արձանագրեմ, որ օրակարգի հարցից հարց, քվեարկությունից քվեարկություն, ելույթից ելույթ, ինչով sense մի հատ անհասկանալի միգրացիա է տեղի ունենում, ավականու տարբեր անդամների իշխանական, Տիգրան Ավինյանը, վարչական պատասխանատուներ, այտենց ուղղակի վեր են գնում ու գնում են, սա եւս խոսում է ավականու նիստի նշանակությունը հնարավորինս նվաստացնելու եւ նսեմացնելու մասին, շատ անհասկանալի է ինչի մասին է խոսքը, գալ խոսք հնչեցնել եւ պատասխան դեմարդեմ խոսքին չսպասելով թողել գնալ։ Հիմա արձագանքեմ նախորդ հարցի քննարկման ժամանակ եղած որոշ բարձրաձայնումների, ուրեմն մենք այս պահին ինչ քաղաքի կառավարում, քաղաքի իշխանություն ունենք, որ սկանդալը սկանդալի հետևից, աղմուկը աղմուկի հետևից, անիվում պարվում է ոչ միայն մշխուն չարաշահում կա, նաև ընտանիքի հետ փոխկապակցված անձանց ֆինանսական հատկացում, Մոսկվայի մասնաճյուղը անհարկի ֆինանսավորվել է, արդյունք չի տվել, հիմա դա էլ է նախկինների ինադու արվել, հա, հետ եմ ուզում հասկանալ, կամ ինչ-որ նախկինների հետ ինչ-որ կապ ունի, ասենք են ձայնագրությունները, որ դուրս է գալի լրատվամիջոցներ, թե Երևան ավտոբուս ՓԲ-ի տարբեր պատասխանատուներ, ինչ բառապաշարով են արտահայտվում երևանցիների մասին ու Երևանի քաղաքային իշխանությունը զրո արձագանք է տալիս դրան։ Եվ այդ նախկիններ, մյուս, այդ նույն այդ ճախարակը պտտել, ամեն անգամ նույն 7 տարի դուք իշխանության եք։ Եվ այդ որ շատ տենց տարփողում եք այդ թեման, ով ժամանակին ինչի հետ է կապ ունեցել։ Նախկինների օրոք ընտրությունների ժամանակ ինչքան թաղային ձայն բերող կար, 23 թվականին ձեր համար էր աշխատում։ Հիմա ով է նախկինների թողած այդ արատավոր ժառանգության շահառուն, մենք թե դուք։ Վար հասարակ, այսքան սկանդալ, այսքան աղմուկ, այսքան քրեական գործ, այսքան ձերբակալություններ, այսքան կիսատ, ասենք, հպարտանում եք, որ կանաչապատման վրա, տեսեք ինչքան փող է ծախսվում, քրեական գործը պոչից է գալիս, օդի որակը գնահատող միջազգային կազմակերպություններն էլ իրենց գնահատական են տալի, որ տպավորությունը ինչքան շատ եք ծախսում կանաչապատման վրա փող, այնքան մեր քաղաքի էկոլոգիական վիճակը ավելի է վատանում։ Այդ ո՞նց է տենց։ Ո՞նց։ Որտեվ առատության եղջյուրից այնքան շինթույլտվություն եք դարել, Երևանը անապատասխան ճանապարհն է բռնել, քաղաքի ենթակառուցվածքները չեն բավարարում։ Անցած ամառ Երևանը, ասենք, կարող է ժամեր շարունակ ամբողջական թաղամասեր մղձավանջի մեջ հայտնվեին, որ աղբա փողոցում թափված, ջուր չկա, էլեկտրաէներգիա չկա, փոշին էլ պարա բռնել փողոցներում։ Էդ էլ է նախկինները մեղավոր։ Բայց էլ եմ ուզում հատուկ ընդգծել, այդ նախկինամանյան, դա չի աշխատում, Գյումրիում էլ դա երևաց, եւ ուզում եմ հատուկ դիմել գյումրեցիներին, հարգելի գյումրեցիներ, տեսեք, որ խնդիրը միայն փողի արկայության մեջ չի, քաղաքի կառավարումը Երևանի օրինակով պատկերացրեք Գյումրիին սպասվելիք են կատարսիսը, որը հանկարծ Աստված մի արասե գա Գյումրիի գլխին ու չի կարող քաղաքացիական պայմանագիրը հանրապետությունը ղեկավարել այս ցուցանիշներով, Երևանը ղեկավարել այս տրամաբանությամբ, բայց այլ մի առանձին վերցած համայնքում բացառություն լինի, լրիվ ուրիշ իրականություն մենք տեսնենք։ Այո, նաև էդ էլ է այդ նախկիներից եկած այդ արատավոր պրակտիկա, որը դուք կատարելագործել հասցրել եք նրան, որ ձեր հետ փոխկապակցված մարդիկ, ՍՊ-ներ, մեկ անձից գնումներով կամ այդ կեղծ Սարքովի այդ տենդերներով հարստանալը, որ հարստանում են։ Փակ շուկայի դիմացի Մաշտոցի Պողոտայի այդ անցումը քանի անգամ վերանորոգեցիք։ Քանի տարի է Երևանյան լիճին փող եք հատկացնում, էլի եք փող հատկացնում։ Նույն ասֆալտապատման վրա, ասենք միջին նորոգման համար, չգիտեմ, 50 քանի կիլոմետր փող։ Հիմա հեսա որ եղանակները ամբողջովին տաքանանք, երևա Երևանում ինչ վիճակ է տիրում։